276 տարում առաջին անգամ Զմառի պատրիարքական կղերի միաբանությունից դուրս եկել ու Հայաստան է հասել Մխիթար Գոշի դատաստանագիրքը։ Այսօր արիթը ընծայվեցավ, ընծայելու թեպի լույս, թեպի գետրոն, թեպի հայրենիք, Մեսրոպ Մաշտոց մատենատարանը, որպեսզի ընձեռնվի և հաղորդակցության մեջ մտնե յուրաքանչյուր անձ։ Ցուցահանդեսը բացվել է Մխիթար Գոշի գիրք դատաստանին համաշխարհային հիշողության շտեմարանում արդի իրավունքի միջնադարյան ակունքները խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում։ Կազմակերպիչները դատախազությունն ու մատենադարանն են։ Դեռ այս տարվա ապրիլին մատենադարանի հայտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում Մխիթար Գոշի գիրք դատաստանին ընդգրկվել է աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Արձանագրելով այս կարևոր իրադարձությունը եւ արձագանքելով դրան, մենք այսօր գիտական երկխոսության այս հարթակում նորովի արժևորելու ենք միջնադարյան հայ եւ համաշխարհային մշակույթի եզակի իրավական հուշարձանը, որը դարձել է ժամանակակից իրավաքաղաքական մտքի կենտրոնի աղբյուր։ 12-րդ դարի վերջին Հայաստանի քարտեզը հիշեցնում էր մասնատված մի խճանկար, շարունակում է գլխավոր դատախազը։ Հայաստանում եւ Կիլիկիայում հայ ժողովուրդը ազգային ազատագրական պայքար էր մղում, վերականգնելու քաղաքական անկախությունն ու ազգային պետականությունը։ Պառակտված այս շրջափուլում Մխիթար Գոշը հանդուգն քայլ ձեռնարկեց, ստեղծեց գիրք դատաստանին որպես հայկական ապագա անկախ պետության իրավական լիարժեք համակարգի հիմք։ 12-րդ դարի այս գլուխգործոցը Գոշը մեկնարկում է ներկայացնելով այն կազմելու 12 պատճառներ, որոնք խարսխված են մեկ ուղերձի վրա։ Եթե մարդկային առաքինությունն անթերի լիներ, գրավոր օրենքները մեզ պետք չէին լինի։ Բայց քանի որ մենք մարդիկ ենք մեր բոլոր անկատարություններով, այն մեզ հարկավոր է։ Մատենադարանի տնօրենն էլ որպես գիտաժողովի կարևոր ուղերձ ընդգծում է։ Հայաստանի Հանրապետության թե մասնավոր թե պետական բոլոր կառույցները լուրջ անելիք ունեն այդ ժառանգությունը միջազգայնացնելու եւ աշխարհում ճիշտ դիրքավորելու գործում։ Մեծապես կարևորում ենք դատաստանագրքի անգլերեն թարգմանության վերահրատարակումը միջազգային հեղինակավոր բրիլ հրատարակչության համագործակցությամբ։ Ռոբերտ Թոմսոնի այս թարգմանության վերահրատարակումը, ինչպես նաև դրա հուշանվերային տարբերակի ստեղծումն իրականացրել ենք կայծ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Տնօրենը մանրամասնում է, այն որ դատաստանագիրքն այժմ Հայաստանում է 2 տարվա աշխատանքի արդյունք է։ Մենք հավակնություն չունենք այդ արժեքների հանդեպ, բայց մեր պետությունը, որպես Հայաստանի Հանրապետություն, չի կարող անտարբեր մնալ հայկական հոգևոր ժառանգության հանդեպ, անկախ այն հանգամանքից, որտեղ է այդ ժառանգությունը պահվում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում թե Միացյալ Նահանգներում։ Գիտաժողովը երկօրյա է, իսկ 12-րդ դարի ժառանգություն դատաստանագիրքը մատենադարանում կլինի միայն 5 օր։ Էմմա Վարդանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։